Լեո, խնդրում եմ, կռիվ չանես։ Ես կողմ արի, Լեա։ Լեո, խնդրում եմ։ Հեն, Լեո, լսում եմ, ասա։ Ինչ ա եղել մանան։ Ոչ մի բան։ Ես չենք երևում, Լեո։ Եսա քեզ կանդրադառնամ։ Նորից եմ հարցս տալի մանան։ Ինչ ա եղել։ Բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Բա ինչի է ինքը իրան սենց պահում։ Գիտես, չէ՞ կամաց արդեն ներվայնանում եմ, իսկ այդ քո համար հաստատ լավ չի լինի։ Երեխեք վերջ տվեք։ 2 տարեկան երեխա չեք։ Ուրեմն ուշադիր լսի, Լեո։ Եթե ես ինչ-որ քայլ եմ անում, ուրեմն այդ շատ երկար մտածված է։ Ունենց մեկը չկա, որ կարա հարց տա իմ արածի վերաբերյալ, ինձ հասկացար։ Դե ուրեմն ուշադիր դու ինձ լսի։ Այն որ իմ ու մանանի հարաբերությունները սառել են, այդ չի նշանակում, որ իր կողքով կարող ինչ-որ մեկը սխալ անցնի։ Լեո, մենք չէինք կռվում, ուղղակի ես էի ահա որ կատաղած։ Ու հիմա ուզում եմ հասկանամ, այն որ Ավոն մեր հոպարն է, այդ փաստը ինչքան եք ինձ թաքուն պահելու։ Հիմա ստեղ կանգնած պետքա հոպարի հարցը քննարկենք։ Հա, որովհետև ներվերս իրար է խախտվում։ Գոնե դու լավ գիտես էլի։ Ու համոզված եմ, երբ իմացել ես, դու ես նույն ռեակցիան տվել։ Ու պարզից էլ պարզա, որ ես ամենավերջինն եմ իմացել, դե բարի ու մի ներվայնացի։ Սպասի էլի հենց մանան ջան։ Ախպերդ ոնց որ բան էր ասում, չես ընդհատում։ Թող լսենք ինչ է ասում։ Ախպերը էլ բան չունի ասելու։ Այն ինչ ասեց պետքա հասկանայր։ Այլ շարունակելու կարիք չկա։ Իսկ ես մի ախպեր իր քերոջ այնքան է սիրում, որ լիքը բան ունի ասելու, բայց չի ասում։ Այնքան է սիրում, որ իրավիճակի վրա ուղղակի աշկա փակում։ Բոլորից սիրելն էլ տեսել եմ, Գրիշ։ Կարևորը դու իմ ասածները հանկարծ չմոռանաս։ Ալո։ Էռնա Ռոզինա։ Ինչ ես ուզում։ Զանգել իմանամ Ավոյին ինչ է կարել։ Ես ավոյց տեղեկություն չունեմ, ու ինձ այլևս չզանգես։ Լավ էլի համոզված եմ, որ դու ախպերդ Ավոյին ինչ-որ բան է կարել։ Անհնար է ինքը այսքան ժամանակ ինձ հետ ընդհանրապես կապի դուրս չգար։ Նորից եմ կրկնում, ես ոչինչից տեղյակ չեմ, ինձ էլ չզանգես։ Լավ, ձեզ շատ կարճ ժամանակ եմ տալիս։ Եթե Ավոն չգտնվեց, գալու եմ Հայաստան ու ոստիկանություն դիմեմ։ Այդ ժամանակ կտեսնեմ, թե դուք ով եք, ու կտեսնեք, թե ես ով եմ։ Ինչի չես բարկում։ Քոնս չի տանում։ Ինձ մի հատ սրտի դեղ դրել է, լավ չեմ զգում ինձ։ Հունան, կարող է զանգեմ բժիշկիդ, ինչի քեզ լավ չես զգում։ Լավ վերջին շրջանում դու ինձ երբ ես լավ տեսել։ Ինձ թվում է ինչ-որ բան է եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Հունան, խնդրում եմ ինձ ճիշտն ասա։ Ավոյին ինչ ես արել։ Արի անկապ բաներից մի խոսա էլի Առնա։ Ասեցի սիրտս լավ չի։ Ուղղակի ուզում եմ իմանամ։ Ուղղակի անկապ հարցեր մի տուր։ Լավ կանես գնաս քնես։ Ինչ ա եղել, պապելի լավ չես։ Չէ, լավ եմ Գրիշա։ Սիրտս մի քիչ արագ էր խփում, դե խմեցի։
Այս սրտիդ հարցը պետք է շուտ լուծվի, պապ Սենչիլնի։ Ինչի լուծենք այդ հարցը, եթե ընդամենը 2 րոպե հետո ինձ հասնելու եք ինֆարկտի։ Սպորեք։ Տղեկին հավքիք իրար գլուխ հեսա գալիս եմ։ Կգամ կասեմ։ Արասեմ կգամ կասեմ։ Լավ։ Անա դե հերիք այլի լեզվի տաս, բերանը փակ պայի մի քիչ։ Չեմ փակելու, կարողա գիտես անլեզու եմ, երբ ուզեմ ու ինչ ուզեմ խոսալու եմ։ Ախշիլը տոնդ փոխի։ Չէ դու լուրջ ինձ ստիպում ես անցնեմ ավելի դաժան ու վատ քայլերի, հա։ Արդեն այնքան ես քեզ տավանցե կողքերը չես նայում ախշի խոսալուց։ Այն ախպերդ ինչա եկե հարցնում ես ինչա պատահել։ Ինչ պատի պատահի բռատ քուրը տանդաս տիրակա։ Լավ չեք զբաղվել ժամանակին հետը։ Հա դու Լեոյի խոսալուց ես փաստորեն նեղվել, բա տենց ասա։ Սկում եմ որ ինչ որ ես երկրորդ փուլը կռվի ուրիշ ինտոնացիաներով ա գնում։ Մանանից մի ստիպի լուրջ ձեր բարձրացնեմ արդեն վրդ։ Հլը փորձի։ Արդեն ձերն եք կադրի ասում եմ։ Խառնել եք ոնց որ։ Ձեները զգացել եք ուրա հասնում։ Դե լավ պապջան պայտակ հունից հելանք մի քիչ բորբոքվեցինք էլի։ Պահիտակ ոնց որ դիմացիդ նստածի ձենը շատ ավելի բարձր է։ Ավելի շատ իրա ձայնն եմ լսում։ Հա, հոպարիս թեմայով ահա որ բորբոքված եմ։ Այդ հոպարի թեմայով կարողա բռնեմ ձեռիցդ ու դուրս շպրտեմ։ Հասկացար։ Քթիցդ բերելու եմ մանան դու սպասի։ Կսպասեմ։ Սպասի։ Ինչ շատ փափուկ եղանք հետդ։ Այդ ինչ համերգ էին կազմակերպել։ Ինչից փախա գլխիս եկավ։ Վերջերս Հունանը շատ լարված է։ Տեսնես ինչից է։ Ինձ այնց թվում է ավոյի հետ ինչ-որ բան արել, սիրտս անհանգիստ է։ Կլինի դրա անունը այս տանը չտաս։ Ոչ մեկի հետ խոսել չի լինում։ Նորություն ասա։ Ուր էիր։ Խոպան։ Ասում եմ ուր էիր։ Մի գոռա վրս դավո։ Բա նորմալ բան եմ հարցնում, պատասխանի ուր էիր։ Կարող եմ մի հատ էլ տանից դուրս գալուց հետ այդ պայմանագիր կնքեմ նոր դուրս գամ։ Ասենք եթե պետք լինի, տենց էլ կանենք։ Նես ես չեմ հասկանում դու ուր կար այդ գնացած ելնեիր։ Բա որ հասկանում ես էլ ինչ ես այդ հարցը տալիս։ Ուզում եմ քո բերանից լսեմ, որ հետո գլուխդ ջարդեմ։ Լսի արդեն համը ոնց որ հանում ես, է։ Արա դու ես համը հանում, ասում եմ ուր էիր։ Գնացել է հրաչի բերանը ջարդելու, ինձ բան չասես դրա համար, ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել։ Դու հիմար ես։ Հա հիմար եմ ապե, վերջ կարամ գնամ։ Չէ, չես կարա։ Ես քեզ ասում գնացե իրան տեսել եմ։ Իմ տենալուց հետո ինչի ես գնում, արա։ Լավ եմ արել։ Բերի սկսեցիք։ Պապի,
Սրան ասա, որ ինքը դարել է արդեն հիստերիկ հիվանդ։ Որովհետև բան եմ հարցնում, նորմալ մարդավարի պատասխանի։ Մարդավարի պատասխանում եմ, լավ եմ արել։ Լավ չես արել, արա։ Հեսա որ տվել եմ կիմանաս լավ անելը որն է։ Լսի, կուզես 4 բառը մեկ շունչ քաշի, որ հանկարծ չխեղդվես։ Արա սա կտամ գլուխդ կպոկեմ, արա։ Չես հասկանում ինչ ենք մենք քեզ ասում։ Չես հասկանում ինչի համար ենք ասում։ Պապայի օրինակը քեզ հերիք չէր։ Պետք է ամեն ինչ ծամենք դնենք բերանդ, որ հասկանաս։ Լեո, քեզ ինչքան խնդրեցինք հեռու մնաս այդ տեսակ բաներից, այդ լակոտներից։ Պապի, այդտեղի լակոտներից մեկը մոտիկացել է Դավոյին ու ասել է, որ ես կրվել եմ բոյը, փող եմ պարտք, պիտի տանեմ տամ։ Դու շատ էլ լավ արել, աչքդ էլ հանել է։ Դու ինչ գործ ունես դրանց հետ շփվում ես, որ նրանք էլ գլխից սարքեն։ Դու բա ինչ պետք է անեն, լավ են արել։ Արա ես քեզ ասում գնացել եմ այդ տղուն տեսել եմ, դու դրանից հետո էլի գնում իրան տենում ես։ Պարտադիր պետք է կռիվ անես, հա։ Լեո ջան, խնդրում եմ քեզ ինձ մի հանի։ Խնդրում եմ։ Շանսատական եմ, մեծ կտորական չդ կտոնեմ, խնդրում եմ ինձ ունիդ մի հանի։ Պապի լավ էլի։ Վերջ ասում եմ, էլ ձայնդ չլսեմ։ Գնանցի սենյակդ։ Չեմ գնում։ Անցի սենյակդ ասում եմ։ Դեպի։ Դու էլ մարդկանց հետ խոսել սովորի։ Ձենը տեսուր է հասնում մամութը։ Ապի բա տենում ես ոնց է իրան պահում, ինչ անեմ։ Նորից եմ ասում։ Իրար այդ մարդավարի խոսեք։ Աննորմալ եք դուք։ Պապի աննորմալը ես եմ թե թորդ։ Դու էլ հարևանի թորն էիր, հա։ Լաս սպասի լույսը բացվի, տես ինչ եմ բերելու ձեր գլխին։ Վերջ, այդ ձեները չլսեմ։ Պապի բարի լույս։ Բարե, Ոնց ես։ շատ վատ։ Շորը տվել եմ ընկերույթ տարել է։ Չէ, շորի համար չեմ եկել, բան ունեմ հետդ խոսելու պապի։ Ինչ։ Ավոյի մասին եմ ուզում խոսենք։ Ինչ խոսենք։ Օրինակ եմ, որ ես ամենավերջում եմ իմանում իր գոյության մասին առհասարակ, ու եմ, որ հիմա ուզում եմ հասկանամ, ուր ա եղել ու ինչ ա պատմել պապայի ու Մարկի մասին։ Ոչ մի նոր բան։ Իսկ իր անհետացման վերաբերյալ։ Ինչ պետք է պատմի, ինչ ես ուզում լսես։ Ավոյից ինչ ակնկալիք ունես, ոչ մի բան էլ չի ասելու։ Քեզ նայի հայելու մեջ իրան տես, երկուստ էլ մի սանրի կտավ եք։ Ոնց հասկանում եմ, ուզում ես կռվես, բայց ես հեչ տրամադրություն չունեմ։ Անան դու փորձի չես, գնա իսեր աստծո, գնա։ Ֆլեա երկու դար անցել, երևի մեկը արդեն գտել է։ Նոր տենց մի ասա էլի, ավելի ներվայնանա։ Ու հիմա ներվայնանաս չներվայնանաս էտա։ Հələ մի հատ էս տարածք հելի նային։ Այդտեղ մատանի գտնել կլինի։ Նար գնա ես ման կգամ։ Լեա, ես իմ գնալու համար չեմ ասում։ Ուղղակի այստեղ մատանի գտնելու հավանականությունը շատ քիչ է։ Նար բա ինչ անեմ։ Չեմ ուզում Լեոն գումար ծախսի գնա նորը առնի։ Դու առ։ Գիժես, կնեղանա։ Լսի նկարը չունես։ Արի պատվիրենք կասես, որ գտել ենք։ Չի հավատա, Նար։ Լսի կհավատա, ես էլ կասեմ։ Գոնե գիտես ինձ ինչ կանի, եթե իմանա։ Լսի, հարմար պահը ես էլ ման կգամ կգտնեմ ու կասեմ, որ երկար ենք ման եկել ու գտել ենք։ Ֆլեա ջան, արի ման գանք, դեզի մեջից ասեղ ենք գտնում, արի։
Դու երկար ես շարունակելու հոտած մնաս։ Հա։ Դες լավ չի խաղալիքներդ էլ վեկալ գնա ուրիշտեղ խաղա։ Ձիգ ես։ Արա կուլտուր։ Կուլտուր։ Արա կարաս թողես հանգիստ հաց ուտեմ։ Արա այ ուրու գլուխ։ Ես ինչ ասում եմ, քո համար եմ ասում։ Չեմ ուզում քո համար վատ լինի։ Որովհետև եթե հանկարծ քեզ ինչ-որ բան ա լինում, ես այն աշխարհ եմ գնում, հետ եմ գալիս։ Երևի դրա համար ես, չէ՞, ամբողջ օրը վրես գորգռում։ Չէ, նրա համար, որ դու չես հասկանում։ Դրա համար եմ գոռում։ Հասկանում եմ։ Արա որ հասկանայիր, չէիր անի։ Դավոջան կարաս իջնես ուսերիս վրից։ Չէ, այսօր ուզում ուսերիդ վրա նստած հաց ուտեմ։ Չիդնի, ախպերդ եմ։ Դավոջան ցավը տանեմ գնա, էլի գնա, սոված եմ, թող հանգիստ հաց ուտեմ։ Եզի մեկն ես, ինչ ասեմ։ Լավ բան ասա, եզնե դու ես։ Տես էլի լեզվիդ ես տալիս։ Ես այս ուտելիքը լսնելու եմ գլխիդ էլի հոտ ես։ Կամ հասկանամ ինչիդ վրա ես տենց ուրախ։ Վերնում Ջոնի տարա, Կանզաս։ Կարող է երկու հատ պոչ կապենք մազերիցդ, որ նեղանալուց ավելի քուրիկի տեսք ունենաս էլի։ Քո մազերը ավելի երկար է, հեշտ կկապես պոչը։ Շատ ես դա ամբուլացել ես վերջերս։ Եղավ Լեո տղա։ Այսօր ինչ ունես անելու։ Ինչի՞ չես սկսում պարապմունքներդ։ Շատ չես հետ ընկել մի քիչ։ Հա, գնալու եմ։ Ուղղակի ուզում եմ հասկանամ Լեայի մատանու պահը ինչ անեմ։ Երևի նորը առնեմ։ Չհասկացա։ Այսինքն նորը առնես։ Դու գնաս մատանի առնես դնես Լեայի մատին, հերը վերցնի շպրտի, դու հետո էլի գնաս մատանի առնես, որ հերը էլի վերցնի շպրտի։ Մանկապարտ ես արա։ Բա ինչ անեմ դավ։ Մի արա ոչ մի բան։ Դե չեմ ուզում իրան վատը զգա։ Բայց դու ինչ ունես մտածելու։ Իրա հերն է աննասում։ Դու ինչ անես։ Նա վարի չկռվենք, հա, մի խոս այդ թեմա։ Չէ, ես քո լոգիկան եմ ուզում հասկանամ։ Դու մի փեշ փող ծախսես, գնաս այդ մատային առնես դնես իր մատին, որ այդ ապուշ հերը վերցնի շպրտի, հա? Դավ հասկացա, վсё, գնամ պարապմունքի։ Դե կտենանք, այդ հասկանալը ինչքան կտևի։ Լեո, լսի ինչ եմ ասում քեզ։ Եթե հանկարծ էլի մտքովդ անցնի, գնաս ինչ-որ անիմաստ ձևերով փող աշխատես, որ մատանի առնես, գլուխդ կջարդեմ։ Գնամ պարապմունքի։ Այ, զգուշացրեցի։ Հա, հասկացա։ Մի հատ այդ նկարը չաթ գցի էլի, արդեն վիզս ծռվեց։ Հա էլի։ Երեխեք, եթե Լեոն իմանա այս մատանին առել են ոչ թե գտել, սպանելու է ինձ։ Որ չասես չի իմանա։ Ոյ Հելեն ջան, ինքը իրան լավ գիտի, արդեն գիտի, որ մի ամիտի պես անկեղծանալու է։ Երեխեք, վատա որ անկեղծ եմ Լեոյի հետ։ Չէ, վատ չի, բայց դու հանցագործություն չես անում։ Ամեն ինչ անում ես, որ իրավիճակը փրկես ու Լեոն իրան վատ չզգա։ Երեխեք, եկեք այս կողմն է նայենք էլի։ Եկեք կարա գնայինք, որ հետո գնանք մի բան ուտենք, հա։ Լսի ուտելու ժամանակ չի հիմա։ Բայց հենց դա ուտելու ժամանակն է։ Արդեն լուրջ գլուխս պոտտվում է, գոնե քաղցր մի բան ուտենք, հա։ Լավ է լինան, արի հեն գնացի։ Նարե։ Սպասեք, եկա։ Ալո, բարև ձեզ։ Dream Sweets ճիշտ եմ զանգահարել։ Կարող եմ այս փոփեր պատվիրել։ Ինքը արդեն ուտելիք է պատվիրում։ Ես եմ ուղղ։
Փորձի է։ Ես փորձում եմ իրեն մարդավարի պահի։ Ավելի պապ։ Չնայած դա Սարգսյանը որտեղից կարող է իրեն մարդավարի պահի։ Պապ ջան կդնի թարգես աղբորպես։ Ինչի՞։ Այդ հորդ ասածներից այդպես նեղվում ես, որ այդ մի մատավար այդ գոռումը չես նեղվում։ Ահա։ Ինչ է ահա, արա։ Մարդ չի կարող արա մի կտոր հաց ուտի։ Այդ դեպքում քեզ քո տեղում պահի։ Պապ ջան, չեմ ուզում այդ թեմայով խոսանք, կլինի չշարունակես։ Այնքան եմ ասելու մինչև հասնի ուղեղիդ։ Հասած է, պապ ջան։ Հասած չի։ Կթողնեք մարդ մի րոպե նստի հանգիստ հաց ուտի։ Սա որ գնամ հանգիստ կնստեմ։ Միջև ես շատ հանգիստ էիր, որ Գրիշոն այդ երևույթի հետ է լինելու, հիմա ինչ եղավ։ Կզարմանայի, գիտես, որ թեման իմ վրա չվրցնեիր։ Չէ, ընդհանրապես հարց եմ տալիս։ Ընդհանրապես հարց մի տուր։ Կլինի։ Ապրես։ Հա Գրիշ, Ուր ես։ տնից դուրս գալուց ասեցի փորձի։ Երբ ես վերջացնում։ Հետո պիտի գնամ ինստիտուտ քննության, էլի հետ կամ փորձի, մինչև ուշ գիշեր պիտի պրագոն անենք։ Ինչ ուշ գիշեր արա։ Գրիշ փորձա կարա եւ այդքան տևի։ Չի կարա։ Կարա։ Մանան լուրջ ոնց որ գլուխդ քոր ա գալի, գիտես։ Մուտքի եմ ու դու հիմա խանգարում ես, հետո կխոսանք։ Դարս Հիմա ինչ աղբերս, ցետներս չես խոսալու։ Կլինի դուք ձեր պարապունքին մեկ տղեք։ Լեո ջան ճիշտ եք ասում։ Դավոն գնացել է այդ հրաչին տեսել է, ամեն հարցը պատասխան ստացել է։ Քո գնալն արդեն անիմաստ էր։ Ձենձենի եք տվել ուզում եմ հասկանամ։ Ձենձենի չենք տվել է, ճիշտն ենք ասում։ Ով ինչն եք ճիշտն ասում։ Հրաչը ով է որ գնա աղբորս ասի Լեոն փող ա պարտք։ Կամ ինչի համար ա պարտք։ Աղբերս ասել է, պատասխանել ստացել է։ Բայց գնացել ես ծեծել ես որ ինչ։ Ամենք էլ գնանք, հա, հերթով ծեծենք։ Լեո։ Լեանա զանգում։ Ջան, Լեո, մոտանին գտել եմ։ լուրջ ես ասում։ Հա, ես Նարեն ու Էլենը մի ժամ ման ենք գալիս ու գտանք։ Տզեց։ Լսի, մի 2 տարի առաջ պրոսպեկտի վրա հեռախոսս եմ կորցրել, կարող է դա գտնեք։ Ոյ դե, փոխանակ ուրախանաս ձեռես առ։ Ուրախանում եմ, անկեղծ շատ եմ ուրախանում, չես էլ պատկերացնի ինչքան եմ ուրախանում։ Ես շատ մեծ սրտով եի այդ մատանին առել լեա։ Գիտեմ, դրա համար էլ գտա։ Բա հիմա ուր եք։ Ուզում են գնանք մի բան ուտենք։ Կարող եմ ես միանաս։ Չէ, արևս չեմ կարա։ Իրականում պարապունքի եմ հիմա։ Դուք գնացեք, բայց հետո անպայման կապի մեջ եղի, լավ։ Լավ, պարոն Սարգսյան, ոնց ասեք։ Ալո։ Արա Ինչ եմ ատանին ա գտել։ Հա։ Այդ ծաղկից է բրծար աղբերս էլ ինչ ես ուզում։ Արա իմ մարև քո արև ամբողջ օր հետ էի մտածում ոնց եմ թազեն առնելու։ Լեանը շատ էր նեղվել դե։ Դե ով լիներ իր տեղը չներվիր։
Ալո։ 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 Ով էր։ Շատ եմ սիրում Dream Sweet-ը։ Իսկ հա, մանավանդ էս այդ փոփերը շատ լավն են։ Մի ժամ առաջ հետս կռիվ էի կանում, ասում էի ուտելու ժամանակը չի։ Որ իմանայինք Dream Sweet-ը պատվիրում, իհարկե չենք ասի։ Բայց տեսար ինչ համոզիչ Լեոին ասեց։ Լեո, մատանին գտել եմ։ Հա, հուզվեց ընկավ գետնին։ Ուրեմն դե անկախ ինձ ստացվեց։ Բայց որ իմացավ առել եմ, գիտեք ոնց է եղանալու։ Լավ հլը մի հատ ասա տեսնեմ երբ եք ամուսնանում։ Այդ մենակ Աստված գիտի։ Լսի, ինձ թվում է Նարեն ու Դավիթը քեզնի շուտ են ամուսնանալու։ Նարեն դեռ նշանված էլ չի։ Հա ոչինչ, կլուծենք այդ հարցը։ Լեա կարող է ինչ-որ բան գիտես։ Բա ինչ պիտի իմանա։ Լսի, եթե գիտես երբ առաջարկություն անելու, ասա որ հասցնեմ պատրաստվեմ։ Լսի դեռ 3 օր է ինչ ճանաչում եք իրար։ Նստի տեղը տերի հանգիստ, ինչ առաջարկություն։ Սի դու հաստատ մի բան գիտես։ Երեխեք աղաչում եմ էլի, ասեք, որովհետև պիտի հասցնեմ դեռ շոր գտնեմ, պիտի պատրաստվեմ, եթե անակնկալ կերպով արեց, կվատանամ ու սկս կգնա։ Նորեկը հանգստացի։ Ոչ մի բան չկա։ Դու համենայն դեպս մենք ոչ մի բան չգիտենք։ Նարե ջան, հանգիստ նստի տեղը։ Առաջարկության մասին հետո կմտածենք։ Նորվեցի։ Բա ինչի ասում շուտով այդ հարցն էլ կլուծենք։ Վայ նոր ուղղակի ասեցի։ Հաստատ։ Վայ դե վերջացրու էլի։ Լսի, նենց ես մտնում, ոնց որ քո սենյակ մտնես։ Լավ եմ անում։ Ինչ ա եղել, ինչ ես հենց կատաղած։ Լսի, որ հետդ խոսում եմ սրանից հետո ոչ կհակաճառես, ոչ էլ լեզվիդ կտաս, հասկացար։ Այդ որ ասում եմ ինչև գիշեր փորձի եմ, նշանակում է հակաճառում եմ։ Նախ սկսենք նրանից քեզ ով է թույլ տվել մինչև այս ժամը փորձի մնաս։ Դու կարող ես գժվել ես։ Թե չէ նույն գրիշը չէր, հա, որ գիշերով սպասում էր մինչև փորձս բրծնեմ, այդ ինչ փոխվեց։ Լիքը բան։ Օրինակ։ Օրինակ այն, որ սրանից հետո էլ ժամերին չես մնալու փորձի ու վաբշես թատրոնում մնալը հարցականի տակ է, հասկացար։ Հա, դե տենց տունն ես մնացել, ձերոնք էլ իրանց սուրբ պարտքը համարել են, հա, տակդ լցնելու մասով։ Լսի, քիչ է, տանեցիքի մասին նորմալ արտահայտվի լավ չի։ Լսի, իրոք արդեն խնդալու է։ Խնդալուն ոտիցդ գլուխ ես, հասկացար։ Քեզ քանի անգամ ասեմ, որ նորմալ արտահայտվես տանեցիքիս մասին, դու կարող ես դեբիլ ես։ Դու ես։ Լսի, հիվանդ արա, այս ճանդաստիրակ ես դու։ Այդ տենց դաստիարակվածն էլ դու էիր, հա։ Որսը ծեփրտեն պատերով անձի մի ստիպի տենց բան անեն։ Ձերներդ մինչև բեմա գալիս։ Շատ կնեղվես, եթե ոտքերից տակ առնեմ։ Ալես ձեն եք դուք տվե պապութոր։ Այդ տոնոր ծնողներիդ հետ կխոսես։ Պապի հունից ինչ չհանես ժամանակի շուտ այն աշխարհ կուղարկեմ նայի։ Հերդ չի պատմել, հա։ Ձերքիս ուժի մասին։ Մի հատ որ տվել եմ ինչը։ Այդ հաստ գլուխդ վասի շուտ կպտտվի։ Մանանին մատով կպել ես կսատկացնեմ։ Լսի պապի։ Ուրեմն սրանից հետո էլ չխառնվես մեր գործերին, այդ մեկը։ Երկրորդն էլ ոնց ճիշտ եմ գտնում, այտենց էլ անում եմ, դու էլ ինձ չասես, հասկացար։ Իսկ իմ խոսալու ձևին անդրադառնալուց առաջ մի հատ թորանդ դու նայ, այնպես դաստիարակել սեն շպահեր իրան, լեզուն երկար է հասել է մասիվ։ Դու էլ արագացրու դուսը քեզ եմ սպասում։
Ալո։ Բարի օր ապե, հրաշքն է։ Այդ գիշերը նստը մտածել ես, առավոտ որոշել ես, որ հետս կարաս ապերով խոսես։ Իրիկունը քեզ ու աղբորդ կտենանք, այդ ժամանակ կհասկանաս ինչ եմ մտածելու որոշել։ Չհասկացա, ինչը քո համար այսքանից հետո պարզ չի եղել է։ Քո այդ խոսալուց հետո աղբորդ պահվածքը։ Մի խոսքով արա հերոսով չեմ դնելու հետդ երկար բարակ խոսամ։ Իրիկունը կտենանք ամեն ինչ մանրամասն քեզ ու աղբորդ կբացատրեմ ու տեղ ասա արա։ Եթե այսքանից հետո դրան բան չեղի, ես էլ չգիտեմ ինչ ասեմ։ Այդ զանգը շատ տարօրինակ էր։ Կարող եմ ասում եմ հեռախոսը գտել ընձյաց ունեմ։ Կարող արամ։ Բայց լավ կոդը ոնց եմ բացել, կամ այդքանից հետո հեռախոսը կաշխատեր։ Այսպես լիքը հարցեր պապայի մահվանից հետո եմ մոտս մնացել։ Որոշել էի գայի զրուցեինք։ Արի հետո խոսանք։ Դե այսքան ժամանակ երբ ուզեցել եմ խոսամ, ասում ես հետո կխոսանք։ Արամ ջան, ես քեզ ամեն ինչ պատմել եմ։ Բայց մութ մնացած հարցեր կան։ Ես ուզում եմ հասկանամ այդ ամեն ինչը որտեղից սկսվեց, ումից սկսվեց։ Ու ոնց հասկանում եմ պապան այդ թեմաների մեջ չի եղել։ Եղել է։ Բայց դու ասում ես չի եղել։ Արամ ասացի հետո կխոսանք, վերջ։ Այստեղ դեկորը կդնես, դրսում էլ ֆոտոզոնը։ Երեխեք, ես չէի որ հրաշքագին սիրուն սրակլի։ Բա Լեա ջան, դու էլ ուզում էիր փոքր հարսանիք անեիր։ Նո մեծ հարսանիք կանենք, կհավաքվենք, կուրախանանք։ Այդ օրը պետքա անմոռանալի լինի։ Իսկ կարող է երկուսիդ հարսանիքը նույն օրը անենք։ Ես որ դեմ չեմ։ Երեխեք, կարող է ինչ-որ բան գիտեք ու չեք ասում։ Իսկ ինչ պետք է իմանանք։ Երեխեք, եթե իմացել եմ Դավիթի առաջարկություն անելու հետ կապված ինչ-որ բան գիտեք ու չեք ասում, կնեղանամ։ Եթե ես առաջինը իմանամ, քեզ կասեմ։ Լավ երեխեք, բայց եկեք դուրս գանք, որտեղ ամոթ է, մարդիկ ստեղ առիթ ունեն։ Դու մի լարվի, շուտով մենք էլ ենք ունենալու այստեղ առիթ։ Դու արդեն որոշեցի՞։ Ասեմ ավելին, ինձ սրահը շատ-շատ է դուր գալիս, այստեղ էլ անելու ենք, ես գնում եմ օր ֆիքսեմ։ Վայ դե պապի, ասել գնալով չի թող երկու բառ էլ ես ասեմ։ Լավ էլ գտել եք իրար։ Ինքը անդասյարակ, դու իրանից ավելի։ Ջան ասեք, ջան լսեք իրար։ Դե ընտանիք հակարան կռիվներ էլ լինեն, ինչ ես ինձ ծանր տանում։ Ընտանիք։ Ախր եթե ընտանիք տեսած չլինեիր, կասեի, չգիտի ինչ բան է։ Մի կերպ հարմարվել է ապրում է։ Տրագեդիա մի սարքի էլի։ Գնա, հետդ ոչ մի բան չունեմ խոսելու, ու ցանկություն էլ չունեմ խոսելու, գնա։ Ով։ Սարիկ ուր գնաց։ Ասաց հեռախոսով խոսեմ գամ։ Այ քարա։ Սարիկը որոշել է հեռախոսով խոսել, հետո մենք այսօր ստեղ ենք։ Ասի գործեր չունես, չէ՞ գնանք հաց ուտենք մեր տանը։ Ո՞վ։ Հա։ Ինքեր ինչ է հետդ կատարվում։ Ինչ Մոսկվայից եկել ես, անընդհատ ցրված ես, օթերում ես։ Այն ժամանակ պարապմունքի տեղից դուրս չէիր գալի, հիմա 2 րոպե պարապում ես, նստում ես ու վсё։ Կանցնի աղբերս, բան չկա։ Ով ասա տենամ ինչ է եղել։ Ոչ մի բան աղբերս ախրես չէ։ Ով։ Ես ուրիշ մարդ չեմ քեզ։ Ասա, եթե չկարողանամ օգնեմ, գոնե կլսեմ։ Չգիտեմ էլ ոնց պատմեմ։ Աբսուրդ պատմություն է։ Ոնց կա, տենց պատմի։ Ես հաստատ ուրիշ տեղ չեմ հասկանա։ Լեո, մամայի հետ է կապված։ Հա։ Հիվանդության։ Չէ։ Պարզվում է մաման ինձ փոքր ժամանակ վերցրել պահել է։ Իմ իրական ծնողներն ուրիշ մարդիկ են։